Մենք այսօր հին Հունաստանի ամենակարևոր կրոնական և մարզական կենտրոնում ենք Օլիմպիայի սրբավայրում, որը հիմնականում նվիրված է Զևսին։ Հետաքրքիր վայրերից մեկն է Հերայի արձանի տեղն ա եղել, թեմպլն ա եղել ճիշտ տեղը։ Տեղ են մարզվել, հա? Տեղ ա եղել մրցումները։ Տեղ նստել է։ Խաղերը ստեղ ա եղել։ Այստեղ եղել են օլիմպիական խաղերն են եղել։ Մարդիկ վերևում երևի նստած նայել են։ Հիմա մենք ենք եկել այստեղ։ Ինչ անենք, վազենք, որ լավ։ Հին ժամանակներից ի վեր Օլիմպիայի աստված Զևսի պատվին այստեղ անցկացրել են օլիմպիական խաղերը։ Այստեղ է գտնվում առաջին օլիմպիական մարզադաշտը, որտեղից սկզբնական օլիմպիական կրակը վառում են և տեղափոխում են մեր ժամանակներում օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրներ։ Այստեղ են կառուցել և տեղակայել աշխարհի 7-րդ հրաշալիք Զևսի արձանը, Ալեքսանդր Մակեդոնացու հոր Ֆիլիպի տաճարը, Հերայի տաճարը և այլ հին օլիմպիական կառույցներ։ Չնայած Զևսի արձանը այլևս գոյություն չունի, բայց կարող ենք այստեղ տեսնել տաճարի հսկայական սյուների մնացորդները, որոնք ցրված են հնագիտական տարածքով մեկ։ Այսօր ևս Օլիմպիան մեծ դեր է խաղում ժամանակակից օլիմպիական խաղերում։ 2 տարին մեկ այստեղ օլիմպիական կրակը վառվում է Հերայի տաճարում և այնուհետև այդ կրակը տեղափոխվում է առաջիկա խաղերը հյուրընկալող քաղաքը։ Մոտակայքում գտնվում է հնագիտական թանգարանը, որտեղ և տեղակայված են շատ հետաքրքիր նմուշներ, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Օլիմպիական խաղերը կրոնական տոնակատարություններ էին զոհաբերություններով և ծեսերով։ Միայն ազատ ծնված հույն տղամարդիկ կարող էին մրցել, կանանց արգելված էր նույնիսկ դիտելը։ Մրցակիցները մրցում էին անհատապես ներկայացնելով իրենց քաղաք-պետությունները։ Մարզիկները մրցում էին մերկ, ցուցադրելով իրենց ֆիզիկական կարողությունները։ Խաղերի ժամանակ հայտարարվում էր զինադադար, որի ժամանակ դադարեցվում էին բոլոր պատերազմները, որպեսզի մասնակիցները, մարզիկները կարողանային անվտանգ ճանապարհորդել։ Երկրորդ կամ երրորդ տեղ չկար, միայն չեմպիոնը, հաղթողը ստանում էր ձիթապտղի ծաղկե պսակը։ Օլիմպիական խաղերի ժամանակ կանոնները խախտող մարզիկները հրապարակայնորեն մտրակվում էին և ենթարկվում էին տուգանքների։